Պարոն Վարդանյան, Գյումրու թիմի այսօրվա ունեցած պատկերի մասին խոսենք, որքանով է համապատասխանում ձեր արդեն ունեցած կանխատեսումներին։ 4 քաղաքական ուժերն էլ կոալիցիա են կազմել եւ ընտրել են իրենց սրտի համայնքապետին, իրար գտել են էլի։ Հանգամյա զարգացման ծրագիրն ուսումնասիրել եք։ Սա քաղաքական խուլիգանություն, սա պոպուլիզմ է։ Ազատ տնտեսական կոդի ենք դարձնելու շների համար ապաստարաններ էին իրենք խոստացել։ Դիսնեյլենդը, Անի Թաղամասի վերջում։ Ընտրել եք ստախոսներին, որ ընտրել եք, ով է մեղավոր, լավ։ Ծպտումները չհանեք, եթե հանկարծ այս տրված խոստումները չեն կատարում։ Երրորդ հանրապետությունից սահուն անցում է կատարվում դեպի 4-րդ հանրապետություն։ Մենք հիմա ապրում ենք երկրորդ հանրապետության մեջ, 7 տարի բան չեք արել, մեկ էլ որոշել եք, որ սահմանադրություն փոխելու խաթեր հիմնավորումը կողացնենք 4-րդ հանրապետության ստեղծումով։ Մենք դեպի ուր ենք շարժում, դեպի Ռուսաստանին կրկին վերադառնում, թե Եվրամիության գործող իշխանությունը հասել է իր կարողությունների գագաթին։ Ինձ երբեմն դա հիշեցնում է խաղալիքի խանութ մտած երեխա։ Սա եմ ուզում, դա քաղաքականություն չէ։ Կառավարությունը անհստակ որոշումներ ունի, ում հետ են կամ ում հետ չեն, դրա փոխարեն օրինակ Գյումրու քաղաքապետ Վարդան Պարսյանը շատ հստակ ասում է, առանց Ռուսաստանի Հայաստանը ոչ մի տեղ գնալ չի կարող։ Ղուկասյան Վարդանը տեմ է ինքնիշխան Հայաստան։ Իրենք այն տարիքում չէ, ես էլ այն տարիքում չեմ, որ իրեն սկսեմ բացատրել, որ լավ կլինի մի քիչ կարդա, սովորի։ Բարևձեզ, տաղավարում այսօր հարցերն ուղղելու են Գյումրու ժուրնալիստների ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Փարսագյանին։ Բարևձեզ, պարոն Փարսագյան։ Բարևձեզ։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Փարսագյան, Գյումրու թիմի այսօրվա ունեցած պատկերի մասին խոսենք, որքանով է համապատասխանում ձեր արդեն ունեցած կանխատեսումներին, արդյոք այն, որ ունենալու էին խնդիրներ կառավարման մասով, հիմա այդ խնդիրները տեսնում ենք։ Մասնագիտական տեսանկյունից բազմաթիվ խնդիրներ կան, բայց դա պիտի գյումրեցիներին չմտահոգի, որտեղ մարդիկ ընտրել են իրենց նմաններին եւ Գյումրու ավականին ներկայացնում է հանրության կամքը, եւ սա պիտի բոլորի համար ընդունելի լինի, բոլորը սրա հետ պիտի հաշվի նստեն։ Խորքային պատճառները, թե ինչու է այդպես ստացվել, էական չէ, կարծում եմ։ Մարդիկ պիտի գոհ լինեն, կարող են երջանիկ չլինել, բայց պիտի գոհ լինեն, որ հանրային կամքը արտահայտվել է ավականու կազմում։ Այն է, ինչ պիտի լիներ, էլի, այնպես ինչ-որ օրինազանցություններ, կեղծիքներ, հանցագործություններ տեղի չեն ունեցել ավականի ձևավորելու գործընթացում։ 4 քաղաքական ուժերն էլ կոալիցիա են կազմել եւ ընտրել են իրենց սրտի համայնքապետին։ Իրենք ինչքան էլ ուզում է փորձեն ասել, թե մենք չենք կոալիցվել եւ այլն, ոչ, դա 4 քաղաքական ուժերի կամքով է եղել եւ իրենք պատասխանատու են իրենց որոշման համար։ Գյումրեցիները պատասխանատու են ավականու ընտրության համար, իսկ ավականին պատասխանատու է համայնքապետի ընտրության համար, դրանից բխած բոլոր հետևանքներով, լավ արդյունքները իրենց պատիվ են բերելու, վատ արդյունքները անպատվություն են բերելու։ Հիմա կարծես թե այդ մագարտագում բոլորը երջանիկ են, նույնիսկ քաղաքացիական պայմանագիրը այնքան էլ դժգոհ չէ, էլի, թեթև մանր-մունր հարցերով մեկ-մեկ դժգոհում է, անհանգստանում է, անհանգստացնում է, բայց ընդհանուր առմամբ գոհ են, իրար գտել են, էլի, այս իմաստով պիտի համարենք, որ հանրության կամքը արտացոլվել է այնպես, ինչպես հիմա մենք ունենք։ Անհանգստացնող պատճառներից մեկը թերևս կարող հանդիսանալ, օրինակ հանգամյա զարգացման ծրագրի առաջին փուլում չընդունում է եւ երկրորդում որոշակի փոփոխություններով ընդունել է։ Սա արդյոք ժամկետներից շեղման, քաղաքը զարգացնելու հայց գաղափարից հետ ընթաց չի կարելի համարել։ Գիտեք, եթե մենք խորանանք բոլոր տեխնիկական խնդիրների մեջ, մինչև այդտեղ բազմաթիվ ուրիշ խնդիրներ կան։ Օրենքի տարբեր դրվագների խախտումներ կան, ավականու նիստերի հրավիրման, իրազեկման պրոցեդուրաներից սկսած, ավականու նիստի ուղիղ հեռարձակումը եւ բազմաթիվ ուրիշ բաներ, հանրային լսումներ եւ այլն։ Ինձ թվում է, որ դա պիտի մտահոգիչ չլինի։ Շեշտում եմ գյումրեցիների ընտրության տեսանկյունից։ Ինձ համար նորություն չէ եւ Հայաստանի տարբեր համայնքներում, որպես տեղական ինքնակառավարման փորձագետ, ես նկատել եմ, որ տարբեր թերություններ են լինում, տեղ կա, որ ճանում են շտկել, դրանք ակամաբաներ են, տեղեր կան, որ շատ լավ իմանալով օրենքը դիտավորյալ խախտել են։ Գյումրու դեպքում այդ խախտումները տեղի ունեցել են, այնպես չէ, էլի, որ Գյումրու աշխատակազմի քարտուղարը, իրավաբանական բաժինը տեղյակ չէ, թե օրինակ ինչպես պիտի իրազեկել քաղաքացիներին հերթական նիստի մասին։
հանձնաժողովներին նիստեր պիտի գումարել, թե չպիտի գումարել, օրենքի մեջ հստակ գրած է, ավականու կանոնակարգի մեջ հստակ գրած է։ Ուզում են անում են, չեն ուզում չեն անում, գյումրեցիները արժանի են այս իշխանությունը արժանի է գյումրեցիներին եւ ճան ասում չան լսում են։ Ինձ անձամբ չի մտահոգում, որտեվ ավականու որոշումներից, վարկից, դիրքորոշումից, դու չգիտեմ, լավ աշխատանքից, վատ աշխատանքից անձամբ իմ կյանքը կախված չէ։ Եթե մի քիչ էլ ետ գնանք, մենք առաջարկել ենք քաղաքացիներին իրական իրատեսական ծրագրեր առանց հեքիաթներ պատմելու, առանց պոպուլիզմի, առանց դեմագոգիայի, մարդիկ ասել են ախպեր չենք ուզում։ Մենք ուզում ենք հեքիաթներ պատմողներին ընտրենք։ Ընտրել են։ Հիմա անցել է ինչ-որ ժամանակ, իրենք իրենց հարց տալիս են արդյոք այդ տրված խոստումները կատարվում են թե ոչ, ինչի չեն կատարվում, կամ եթե չեն կատարվում, բացատրություն տրվում է դրա համար։ Հնգամյա զարգացման ծրագիրն ուսումնասիրել եք, կան հեքիաթներ այդտեղ։ Այնտեղ առնվազն պիտի լինեին 4 քաղաքական ուժերի նախընտրական խոստումները։ Տրամաբանված է, չէ՞։ Առնվազն բոլորից հատվածներ։ Արդար բան եմ, չէ՞ ասում։ Ասենք մարդը խոստացել է եւ ընտրվել է։ Ասենք ամենահասարակ օրինակը բերեմ։ Հասարակական տրանսպորտը դարձնել առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան ժամը 22-ը, տոնորերին, եթե չեմ սխալվում, ժամը 23-ը։ Ես բանավոր խոսքի մեջ պաթոսով էմոցիոնալ բռնկման պահին ասված խոսքերը ի նկատի չունեմ, խոստումները ի նկատի չունեմ։ Սա շատ կոնկրետ քաղվածք է Ղուկասյան Վարդանի նախընտրական ծրագրից, որը հրապարակված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում։ Ու բազմաթիվ ուրիշ բաներ են հրապարակված։ Հիմա սա խոստացվել է։ Եվ չի արվել։ Անցել է ինչքան ժամանակ։ Ուրեմն 4-5 ամիս, հա, որևէ քայլ այդ ուղղությամբ առայժմ չի նկատվում։ Մի գյումրեցիները, ովքեր ընտրել են, հա, տեղյակ եղել են, չէ՞ որ նման խոստում է տրվել։ Գոհ են, որ չի իրականացվում այդ խոստումը, թե դժգոհ են։ Իրենք իրենց պիտի պատը, գուցե գոհ են։ Գուցե ասեն մարդու ձեռը շատ բան չկար, էլի հա դե խոստացավ, հա, մեր Վարդանն է Ղուկասյան, հա չի արել։ Դե ոչինչ թե չի արել։ Հիմա բացեք այդ ծրագիրը, նայեք մեջը ինչեր կան գրած ուրիշ, որոնք խոստացվել են, ոչ միայն չեն արվել, այլև տեղ չեն գտել հնգամյա զարգացման ծրագրի մեջ։ Սա քաղաքական խուլիգանություն է։ Սա պոպուլիզմ է։ Մարդկանց հաճելի բաներ ասենք, հետո չստացվի։ Եվ այլն։ Հիմա եթե շատ խորանանք այդ տված խոստումների, բանավոր խոսքերի, պաթոսի եւ գրավոր տեքստերի, բաների որակի դրանց կատարման ընթացքին ամիսներով կարող ենք խոսել, էլի իմաստ չունի։ Ուղղակի պիտի ի գիտություն ընդունեն բոլորը, որ իրենց ընտրած իշխանությունն է, տեղն է իրենց, հա, եւ թող երջանիկ լինեն այդով ինչ ունեն, էլի, այլ ուրիշ ինչ ասեմ։ Մյուս քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին եւ խոստումներին սա նույնպես վերաբերվում է։ Առանձին որ խոսենք, շատ երկար ժամանակ կտանի։ Ուղղակի տնտեսական կոդի դարձնելը։ Ազատ տնտեսական կոդի ենք դարձնելու, ինչ էր 500 միլիոն դոլարի ներդրում։ Կարող է սխալվեմ թվերի մեջ, կներեք, էլի ժամանակի անցել։ Բայց այնօրն էլ ասում է պիտի դիմենք կառավարությանը։ Այն ժամանակ էինք ասում, որ միայն կառավարությունը կարող է նման բան որոշել։ Եթե հարգելի քաղաքական ուժ դու խոստանում ես մի բան, որը քեզնից չէ կախված, հետո ընտրվում ես ու սկսում ես մեղքը գցել կամ շուտով կսկսեն մեղքը գցել կառավարության վրա, որ ազատ տնտեսական կոդու որոշում չի կայացնում, եղավ որ հանրությանը տվել ես պոպուլիստական խոստում, հանրության համար հաճելի լսելիք խոստում։ Կամ այն ժամանակ ներողություն կարող էիք ասել, որ եթե ընտրվենք, դիմելու ենք կառավարության ազատ տնտեսական կոդու համար։ Այդպես չի ասվել։ Հիշենք քաղաքացիական պայմանագրի 21 թվականի խոստումներից, շների համար ապաստարաններ էին իրենք խոստացել, ապաստարաններ։ 3.5 տարի ոչ մի ապաստարան չսարքեցին, սկսեցին պատմել, թե վայ հաշվել ենք, որ թանկ է։ Եղավ, որ քաղաքականությունը հանրային ընկալումների մեջ կարող է սահուն կերպով արմատանալ որպես ստախոսության մշակույթ, խաբելու մշակույթ։ Հիմա ով է մեղավոր, որ քաղաքական գործիչը կարող է խաբել հանրությանը եւ հանրությունը ընդունում է դա որպես ճշմարտություն։ Քաղաքական գործիչը 1, 2, 3, 4, 10 կուսակցություն են, հասարակությունը մի ահռելի թվով մարդիկ են։ Տեղն է հանրությանը, ստերը կուլ տալու համար, էլ ինչ ասեմ, էլ հազար ձևով բացատրվել է ժամանակին, որ նայեք ում եք ընտրում։ Կամ էլ ցենները չելնի։
ծպտումները չհանեք, եթե հանկարծ ձեզ տրված խոստումները չեն կատարում, ընտրել եք, ստախոսներին, որ ընտրել եք, ով է մեղավոր, լավ կներեք։ Եկանց է ստիպեցին, ծեծելով տնից հանեցին, վզերից շղթակցած տարան տեղամաս, ընդեղ ասին քվեարկեք այս խոստում տվողների օգտին, դուք էլ քվեարկեցիք, լավ կոնե մի հատ ծպտուն հանեք, լավ ելեք ասեք, այ մարդ ափսոսում ենք, որ տեղի ունեցավ նման բան։ Չեն մտավախություն, որ այս պատկերը նաև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կտեսնենք։ Տեսեք, աշխարհի քաղաքական պայքարի փորձը հուշում է, որ բազմաթիվ գործիքներ կան եւ կիրառվում են։ Այդ գործիքների մեջ կան, ասենք, բարեխղճության գործիքներ։ Չես խոստանում բան, որը չես կարողանալու անել։ Խոստանում ենք Շուշին ու Հադրութը ետ բերել։ Ինչի ես խոստանում։ Կամ այդ պահին, եթե գնահատել ես, որ դու կարող ես ետ բերել, ոսկեպարով գնալ եսի մոր։ Հետո պարզվել է, որ օբյեկտիվ պատճառներով չես կարող։ Գոնե բարեխիղճ մարդը քաղաքական գործիչ է, էլ չասեմ, էլի, պետք է ելնի հանրությանը բացատրություն տա, թե ինչու չստացվեց իր տված խոստումը կատարել։ Հիմա եթե վերադառնանք հասարակական տրանսպորտի հարցին, այդտեղ պետք է բացատրություն լինի, չէ՞, բարեխիղճ մարդը, որին քվե են տվել մարդիկ, էլի, պետք է ելնի բացատրի, թե ինչու չի կարողանում դա անել։ Եվ եթե բացատրությունը լինի այնպեսին, որ հարցեր ծագեն, թե բա անուշ ախպեր ժամանակին դու այս խոստումը որ տալիս էիր կամ այն մյուսը որ այն խոստումը տալի Disneyland-ը անի թաղամասի վերջում Մարտուն Գրիգորյան, ճիշտ եմ հիշում։ Այո։ Հաջորդ օրը կարծեմ այդ խոստումը դարձավ ժամանցի կենտրոն։ Երևի նկատեցին, որ Disneyland-ը Հայաստանի բյուջեի չափ բյուջե է ուզում։ Եվ այլն, հա, բա այդ խոստումներիդ տալու ժամանակ չէիք նկատում, որ ինչ էիք ուսումնասիրել, ինչ էիք հաշվել, հաշվարկել էիք, բան, թե նայում եք մարդկանց դուրը ինչ է գալիս, կանաչ կոստյում, ելնում ասում եք կանաչ կոստյում է լինելու շուտով բան։ Այնպես որ այս գործիքները, խապելու գործիքը կամ քաղաքագիտական տեսանկյունից ավելի զուսպ ձևակերպենք, ամբողջահաճությունը հանրությանը դուր գալու վարքը, պոպուլիզմը կիրառվել է եւ կիրառվելու է։ Տարբեր քաղաքական ուժեր դրանք կիրառել են եւ կիրառելու են տարբեր ծավալներով։ Անպայման լինելու է, անցած անգամ էլ է եղել, միշտ է եղել։ Հայաստանում միշտ եղել է։ Հա, սկսած սոցիալական պայմանների բարելավում, աղքատության հաղթահարումից բանից վերջացած Արցախը միացնում ենք Հայաստանին եւ վերջ եւ այլն եւ այլն։ Այնպես որ այստեղ հանրային լայն կրթության կարիք կա, որ մարդը չխաբվի։ Չեմ խոսում ընտրակեղծիքի մասին, ապօրինի կույքում աշխատող մարդկանց կապվածության կամ կախվածության մասին, թե եթե ինչ-որ մեկ ապօրինի հյուրանոց է հետ գցել կամ ռեստորան, ու կողացել է, համայնքային կամ պետական բյուջեից լափել է, կերել է, զավթել է, կողացել է եւ աշխատեցնում է 5 տարի, 10 տարի, 30 տարի, այդտեղ աշխատում են մարդիկ։ Այդ մարդիկ, այդ մարդու գերիներն են դառնում։ Եկուց մյուս օր այդ մարդկանց կարիք չկա ոչ կաշառելու, ոչ համոզելու, ոչ խապելու, ոչ պոպուլիստական խոստումներ տալու, սուսուփուս գնալու են քվեարկեն սեփականատիրոջ օգտին, ինչպես եղել է անցած ընտրությունների ժամանակ։ Ապօրինի կույքի մեջ Հայաստանում աշխատում է առնվազն 100,000 մարդ։ Եվ նաև այդ կույքի բիզնեսների, մատակարարների ընկերություններում, ասենք հյուրանոց է, ինքը կաթմածուն բան է ստանում, հասկանալի է, որ կախված է ապօրինի կույքի տիրոջից։ Որոշ կախում ունի, էլի, չեմ ասում, եթե չմատակարարի կսնանկանա, բայց թե ինքը շատ մեծ հաճույքով կքվեարկի այդ հյուրանոցի տիրոջ քաղաքական ուժի օգտին, քան թե իրատեսական խոստումներ տվողների օգտին, սրանք նորություն չեն, ես սրանք նոր չէ որ գիտեմ, նոր չէ որ հասկացել եմ, սա պիտի նկատի ունենալ, անպայման պոպուլիզմը օգտագործվելու է, տվեք ինձ պողպատե մանդատ, եւ ես կուղեմ 18 թվականի իմ սխալները, Նիկոլ Փաշինյան։ Երեկ էլ ասում է, որ դատարաններով էի ուզում հեղափոխություն անել, չստացվեց մեղայասու։ Այս շարքում նաեւ երրորդ հանրապետությունից սահուն անցում է կատարվում դեպի հաճ չորրորդ հանրապետություն։ Ինչ եզրույթ է սա իրեն։ Դա մի ընդարձակ պատմություն է, բոլորը մեխանիկորեն, չգիտեմ որտեղից, չնայած գիտեմ որտեղից, այս հանրապետությունը համարում են երրորդ հանրապետություն։ Այսինքն իրենք խորհրդային սոցիալիստական վարչատարածքային միավորը Հայաստան կոչված, այդպես էր ձևակերպման մեջ գրած, հա, Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետություն, համարում են իրական հանրապետություն։ Խորհրդային սոցիալիստական հանրապետությունը բոլշևիկյան Ռուսաստանի կողմից Հայաստանի առաջին հանրապետությունը կործանած եւ զավթած
տիրույթ է, որը խորհրդային միության կազմի մեջ եղել է վարչատարածքային միավոր եւ ոչ թե միջազգային իրավունքի սուբյեկտ։ Չի ունեցել իր տրամական միավորը, իր անձնագիրը չի ունեցել, բանակը չի ունեցել, իր կառավարությունը չի ունեցել է ձևական վարչատարածքային միավոր։ Այնպիսի վարչատարածքային միավոր մի քիչ կարգավիճակով բարձր, ինչպիսին ինքնավար հանրապետություններն էին խորհրդային միության մեջ, ինքնավար մարզերն էին, մեկի դեպքում օրինակ Նախիջևանը, մյուսի դեպքում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, հանրապետություններն էլ մի քիչ բարձր կարգավիճակով վարչատարածքային միավոր էին։ Ասած այն է, որ մենք չենք ունեցել երկրորդ հանրապետություն խորհրդային միության տարիներին։ Մենք հիմա ապրում ենք երկրորդ հանրապետության մեջ, ոչ թե երրորդ հանրապետության։ Սա դժվար ընկալելի է շատերի համար, հանրայինով նույնիսկ դրել են խոսում են օրը, թե երրորդ հանրապետությունից 4-րդ անցում, Ժողովուրդ ջան, եթե ընդունում եք, որ առաջին հանրապետությունը զավթվել է խորհրդային զորքերի, բոլշևիկյան զորքերի կողմից Քեմալ Աթաթուրքի օգնությամբ եւ այլն, պիտի համարեք, որ դա հանրապետություն չէ։ Հիմա մենք 91 թվից այսքան երկրորդ հանրապետության մեջ ենք։ Հիմա վերադառնալով բուն հարցին, թե անցումը 4-րդին կամ իմ հաշվարկով 3-րդն էլի, հա, իշխանությունները նման անցման համար պիտի ունենան քաղաքական իրական նախադրյալներ, ինչպես օրինակ Ֆրանսիական հանրապետությունները 5-ը ամեն անցումը նշանավորված է եղել սոցիալ, քաղաքական, հասարակական, մշակութային խոր ճգնաժամերով եւ ցնցումներով։ Հայաստանի դեպքում մի քիչ հարմար կլիներ դա ունենալ 18 թվականին, եթե պետությունը, պետական նոր իշխանությունը որոշեր, որ տեղի ունեցել պետության զավթում։ Մի հատ 1920 թվին, մի հատ էլ 96 թվին, երբ կեղծվել են նախագահական երկրորդ ընտրություն, կամ 95-ին, երբ սահմանադրական հանրաքվեի ժամանակ են լիքը կեղծիքներ արվել, կամ 98-ին, երբ Քոչարյան Ռոբերտը իրավունք չունենալով առաջադրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում, թքել է սահմանադրության վրա, էլի, հա, եթե քաղաքական գնահատական էր տրվում, անցումային արդարադատություն էր գործարկվում դրա հիման վրա, անցումային արդարադատության գործիքներն էին սկսում կիրառել դատարանների, քննչականի, ոստիկանության, դատախազության քննազտում, ոչ մի հանցագործ, ոչ մի մարդակեր, կենթանի, որոնք մինչև հիմա աշխատում են այդ համակարգերում, չպիտի մնային այդ համակարգերում։ Ապօրինի գույքն էր ետ վերցվում, որևէ դպրոցի տնօրեն, պետական համայնքային դպրոցի կամ մանկավարժական, ինչ է անունը, առողջապահական հաստատության ղեկավար, որ մասնակցած է եղել ընտրակեղծիքներին այս կամ այն կերպ, չպիտի մնային իրենց պաշտոններին, Պեկին կարող է թվալ, թե շատ կոշտ բաներ եմ ասում, ես ընդամենը արդար բաներ եմ ասում։ Երեխեքին 10-ից հանել քշել եք ինչ-որ Սերժիկ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյանին ծափ տալու դիմավորը, դու ինչ գործ ունես, ընդհանրապես դպրոցի տնօրեն մնաս, լինես, դու չոք պետք է աղաչես ներողություն հանրությունից եւ այլն։ Իշխանությունը չարեց դա, որպեսզի տեղի ունենար կոշտ կտրուկ անցում եւ այդ ժամանակ գուցե թե ողջամիտ կլիներ ասել, որ երկրորդ հանրապետությունը այս ճգնաժամերի պատճառով սպառել է իրեն։ 7 տարի բան չեք արել, մեկ էլ որոշել եք, որ սահմանադրություն փոխելու խաթեր, այն էլ հասկանալի են չեք ուզում փոխել, փոխողեիք 7 տարվա մեջ կփոխեիք էլի տիկնայք եւ պարոնայք ԿՊ-ականներ։ Դրա խաթեր բերեք տագի հիմնավորումը կողացնենք 4-րդ հանրապետության ստեղծումով, այսինքն չեղարկենք բոլորը եղած ամեն ինչը սահմանադրությունից բռնած նոր սահմանադրությունով մաքուր էջից սկսենք, էլի, հետո ամեն անգամ կեղտոտես եւ մաքուր էջից, այդպես բաներ կան, չէ, որոշ արհեստավորներ կան, չէ, գործը անելուց հետո ցեխի ամանը չեն լվանում, հետո հնարավոր չի լինում լվանալ, հա, հետո ասում են լավ դե գնանք մի հատ նոր աման առնենք, էլի, կամ կորձիկը։ Բայց սա իրենից պետք է ներկայացնում է, այսպես ասած, երկրորդ կամ հա երրորդ հանրապետության համար ինչ ռիսկեր կան այս դեպքում, սա ունանցում է ինչու՞մն է բանը, ինչու՞մն է այս գաղափարախոսությունը, ինչի համար է արվում։ Ես ասացի ինչի համար է արվում, որպեսզի նոր սահմանադրություն ընդունի քաղաքացիական պայմանագիր ընդունել տա հանրությանը, փորձելով հիմնավորել, որ ահա մենք ունենալու ենք որակական կամ թռիչքային անցում, այն քայքայված, փչացած, որի հախից 7 տարի չկարողացավ գալ պետական կառավարման, պետություն եւ ժողովուրդ հարաբերությունների համակարգից դեպի նոր բարելավված մաքուր հարաբերություններ։ Իրականում խոշոր ռիսկ չկա ըստ իս, ռիսկը այն է, որ հասարակությունը այդպես էլ չի ընկալելու, թե ինչ եք դեմ տալիս, էլի պարաբեք այ մարդ։ Պարաբեք, բան ու գործ չունեք դուք։
Հələ դրեք այդ եղած մի մասը ես թվարկեցի, էլի, հա, ու կոմարած մի 30 այդպիսի ծավալ։ Դրանք փոխեք, ինքնըստինքյան տեղի կունենա Հայաստանի եղած հանրապետության, երկրորդ հանրապետության բարեփոխում։ Դուք թողել եք հանցագործ դատավորներին իրենց տեղերում, հանցագործ քննիչներին իրենց տեղերում, հանցագործ դատախազներին մի քիչ լվերև եք հանել էլի իրանց, հա, ու հիմա որոշել եք, որ 4-րդ հանրապետություն, որ հրճագեք, ամեն ինչ դզվելու է, այդպես չի լինելու։ Հասարակությունը չի ընկալելու։ Մնալու է Փաշինյանի ծախողված պրոյեկտ անվանումը։ Հա կարող է կողացնեն, սահմանադրություն էլ փոխեն, ընդունեն նոր սահմանադրություն ժողովրդով էլի իհարկե, հա։ Քարոզչական, պոպուլիստական բոլոր մեթոդները կիրառեն, շատ հնարավոր է որ անեն, էլի, բայց դա իրականում էլի մարդկանց սրտից պխած սահմանադրություն չի լինելու։ Հələ դուք հանցագործ դատավորին հանեք այդ համակարգից։ Տեսեք մարդկանց դուրը կգա թե չի գա։ Հիմա օրինակ բերեմ համեմատելու համար, երբ ճանապարհաշինությունը բուրըն աճ ունի մեր երկրում, ենթակառուցվածքների կառուցումը այս իշխանության երևի թե միակ շնորհն է, որ եղավ։ Ինչը լավ է, էլի, հա, ճանապարհաշինություն, մանկապարտեզ, դպրոց-բան, բայց սրանք փոքրիկ բաներ են, բավական է քիչ ուտես կամ չուտես, էլի, համայնքի կամ պետության ունեցվածքից։ Այդտեղ կարող ես այդպիսի հաջողություններ գրանցել։ Սա ինստիտուցիոնալ փոփոխություն չէ։ Եվ մարդիկ դա տեսնում են, գնահատում են, երկար խոսելու բան չկա, ցանկացած տաքսիստի վարորդի հետ զրուցեք, կասեն, այո, սա բարիք է։ Այս մյուս դեպքերում, քանի դեռ իրենք տեսնում են այդ դատավորներին իրենց տեղերում, դատախազներին, մյուս այդ հանցագործ դպրոցների տնօրեններին իրենց տեղերում, ինչքան ուզում է սահմանադրությունը փոխի։ Գլոբալ փոփոխություն չի լինի։ Խոշոր փոփոխություն չէ։ Եվ փոփոխություններից խոսելուց Հայաստանի միջազգային ուղղությունը հասկանալու համար այս հարցը, մենք դեպի ուր ենք շարժում, դեպի Ռուսաստանի կրկին վերադառնում, թե այնուամենայնիվ դեպի Եվրամիություն շարժվելու քայլերը հազգալի տենդենսներ ունենք, որովհետև ունեցանք օգոստոսի 8-ին հանդիպում երակոմ նախաստորագրություն, սա ինչի մասին էր եւ արդյոք եթե միջանցք անվանումը Թրամփի ուղի ենք, հա, անունը դնում, որևիցե բան փոխվում է կամ ռազմավարական խնդիրներից մենք խուսափում ենք։ Ես խուսափում եմ մենքով խոսել առաջին դեմքից, որտեղ մենք խոսում ենք իշխանության գործողությունների մասին, ճիշտ կլինի, որ ես ասեմ իշխանության արածները եւ ոչ թե մեր, որտեղ բաներ կան, որ շատ անսպասելի են շատ-շատերիս համար, բաներ կան, որ մեր կամքին հակառակ են եւ այլն։ Ինձ թվում է, որ գործող իշխանությունը հասել է իր կարողությունների գագաթին, իր մի քանի հայտարարություններով, հատկապես պարոն Փաշինյանի գործող իշխանությունը ապացուցել է, որ ինքը արմատական փոփոխությունների կողմնակից չէ, ինչպես խոստացվում էր 6-7 տարի առաջ։ Այլ կողմնակից է այսպես կոչված էվոլյուցիոնիստական մոտեցման, այսինքն կարելի է այսպես ձևակերպել քաղաքացիական, հարմարվողական, էվոլյուցիոնիստական կուսակցություն, պայմանագիր կուսակցություն, էլի այսպես է, որտեվ այս հետսեթե քանի գնում խորանում է այդ պատկերը քաղաքացիական պայմանագրի վարքի եւ գործողությունների, ավելի շատ հարմարվել, յոլա գնալ, չընդվզել իշխանություն ունեցող Պատգամավոր Արսեն Թորոսյանը, որը հիմա նախարար է, 2 ամիս առաջ Facebook-ում գրել էր այս դատական համակարգը եւ այլն, ճշգրիտ չեմ մեջբերի, լուրջ դժգոհություն էր հայտնել դատական համակարգից, թե դատավորից, թե դատավորի վճռից, ամփորձ մեկը կարող է նայել, ասել, այս մարդը երևի ընդդիմադիր է, էլի։ Չդիմացա մեկնաբանությունների մեջ գրեցի պարոն Թորոսյան, եթե հավաքվենք բողոք գրենք իշխանություններին կմիանաք մեզ, հա, ստորագրա հավաքենք։ Հասկանում եք, իշխանության մարդիկ, որոնց ձեռքում եղել է եւ կա արմատական փոփոխությունների գործիքը, մանդատը, ժողովրդի քվեն։ Դրանից ավելի ինչ եք ուզում, էլի տվել են մարդիկ։ Այդ փոփոխությունները արել են շատ մակերեսորեն, ապավինել են էվոլյուցիային, հանդարտ պիտի արվի, ռեֆորմային է, որը դանդաղ պիտի արվի, Փաշինյանի հանճարեղ հայտնագործությունը։ Ռեֆորմը հենց այն է, որը պիտի կտրուկ անես, էլի, հա, այն էլ հեղափոխական իշխանության համար։ Բանն էլ ինչ էր անունը, Սերժիկ Սարգսյանն էլ է ռեֆորմներ արել, բանը, ինչ է, Քոչարյան Ռոբերտն էլ է ռեֆորմներ արել եւ այլն։ Բայց տեսել ենք, որ այդտեղ իրականում ձևական բաներ են, նույնն էլ հիմա է տեղի ունենում, էլի, այս իմաստով շատ քիչ է հավանականությունը, որ այս բռնած կուրսով կարելի կլինի Հայաստանին արմատական փոփոխություններ բերել։ Ու գալով այն հարցին, թե
Թրամփի ճանապարհը Ռուսաստան մի ոդը ընդեղ է Հայաստանի իշխանության, մի ոդը ընդեղ է, մի ոդը Շանհայում է եւ այլն։ Հետ էլ ված չենք։ Ինձ երբեմն դա հիշեցնում է խաղալիքի խանութ մտած երեխա։ Ձեռը գցում ես խաղալիք, չի կշտանում, չէ՞ երեխան, հա, ինչքան խաղալիք տաս ձեռը, սա եմ ուզում, սա եմ ուզում, սա եմ ուզում, սա եմ։ Ամենտեղ փորձել բան անել։ Ես հասկանում եմ, որ պատերազմի եւ պարտության թողած հետքը լուրջ վախեր է ձևավորել գործող իշխանության մոտ, ռիսկի չդիմել, զգուշ լինել, 8 անգամ շնորհակալություն հայտնել պարոն Պուտինին, օրինակ ասել, մեր հանդիպումները միշտ շատ հաճելի, սպասված հանդիպումներ են, լուրջ, հասկացանք դիվանագիտություն, բայց այդ ամբողջ տված վնաս, ոչ եմ ասում գնա այնտեղ մեր քրֆի ծնող քրֆի Պուտինին բոլորովին, հա, բայց ելնել այդ ձևով փորձել քաղաքականություն անել, դա քաղաքականություն չէ, դա հարմարվողականություն է, լուրջ վախեր են, ես չեմ ասում վերին դարսը փակել է պետք, ես չեմ ասում գազը կտրեք, չէ, բոլորի հետ պիտի ունենալ նորմալ արդյունավետ տնտեսական հարաբերություններ, ցկտել հավասարը հավասարի հետ հարաբերությունների մակարդակին, բոլորի հետ։ Ոչ ոք մեզ չի կարող մեղադրել, թե Իրանի Իսլամական Հանրապետության հետ ինչի եք տալիս առնում, լավ ենք անում, բան ներողություն։ Այդ որ մեկը տեք եկել այդ բլոկադան բացել, որ մենք էլ ստիպված չլինենք գործ ունենալ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Թրամփի ուղու հետ կապված ինձ թվում է, որ Հայաստանի իշխանությունը երկար մտածելուց հետո որոշեց մեղրի վրա ունեցած աչքերը թափել կամ աչքերը ջարդել Ամերիկայի պես գործընկեր ունենալու միջոցով այս ոլորտում էլի, հա, եւ բայց ես կարծիք եմ լսել, որ ասում են օրինակ ճանապարհի գործարկումը մինչև 3 տարի առնվազն ժամանակ կխլի, բայց Թրամփի հա կառավարմանը հենց մնացել է օրինակ 3 տարի, եթե չլինի Թրամփը, իսկ ճանապարհը անվանված է Թրամփի ուղի, ինչ է լինելու այս ճանապարհի ճակատագիրը, արդյոք Ամերիկան այնուամենայնիվ տեր կկանգնի նախագահի կողմից, հա, հովանավորչական ստորագրությանը։ Թե անվանումը խորհրդանշական է եւ կարող է լինել, մինչեւ հիմա ինչ է անում, իրավարար վճիռ, հա, այս ինչ նախագահի են, ինչ նախագահի բան, մնացել է անվանումը այն նախագահների անունով կամ պաշտոնյաների անունով, աշխարհով լիքը օրինակներ կան, մնացել է, դա չի նշանակում, որ այդ մարդը պետք է ցմավորն է, չմահանա, անմահ լինի, որպեսզի այդ ծրագիրը չխաթարվի։ Եթե նորմալ գործընկերություն է ձևավորվում այդ ճանապարհը սարքելու եւ սարքելուց հետո լոգիստիկան կառավարելու, հա կարող է հավերժ կոչվի Թրամփի ուղի, ինչ է պատահել էլի, բանի ինչ է անունը։ Բայց ռիսկ կա այս ճանապարհի մեջ առհասարակ, օրինակ ասում են, որ Ամերիկայի կողմից է վերահսկվելու, բայց այնուամենայնիվ մեկ երկրում 4 զորքի արկայություն սա նորմալ կդիտվի, թե ոչ, օրինակ Հայաստան, Ադրբեջան, կա Ռուսաստանի ռազմաբազան եւ օրինակ եթե կանգնի նաեւ ԱՄՆ-ն, ինչ է լինելու այս տարբեր կոնֆլիկտային կոդիներում կարող են լինել տարբեր կոնֆիգուրացիաներ կամ համադրություններ զորքերի, զինված ուժերի եւ այլն եւ այլն։ Պարտադիր չէ, որ այս ճանապարհի լուծումը եթե այն տեղի ունենա։ Ես հասկանում եմ, որ սրանով նաեւ Հայաստանի իշխանությունը ինչպես եւ մնացած գործիքները կիրառելով ճանում է հերով անել հնարավոր պատերազմը կամ ռազմական գործողությունները եւ այլն վերջերս էլ սկսեցին արդեն Հայաստանի իշխանությունները կամ իշխանավորները փափուկ քննադատել Ալիևին եւ ադրբեջանական պաշտոնյաների խոսույթը, որի մեջ օգտագործվում է Զանգեզուրի միջանցք բանավոր մարտահրավեր նետելով, թե Ժորժ ջան, բացատրեք հասկանանք ինչ եք էլի զոռում անընդհատ, այնտեղ գալիս ուրիշ թուղթ եք ստորագրում, ելնում ուրիշ բան եք խոսում, փափուկ արվեստա, նորմալ է, որ նման հանդիմանություն է հնչում։ Ուզում եի ասել, որ օրինակի համար մետաքսի ուղին, մետաքս բառը չի կարողանում հիշել թարգմանությունը, մետաքսի ուղի է կոչվում շատ երկար ժամանակ, քանի 100 տարի կամ մինչև հիմա է կոչվում մետաքսի ուղի, Չինաստան, Եվրոպա եւ այլն։ Հա, դե ուղիղ մետաքսի հետ քիչ կապ ունի դա, բայց անվանումը մնացել է, այդպես կարող է մնալ Թրամփի անվանումը, անունը ներողություն, այդ ուղու վրա։ Եթե հետևողական, պատշաճ, հավակնոտ ջանքեր շարունակի տնել Հայաստանի իշխանությունը, որպեսզի այդ ճանապարհը կառուցվի եւ սպասարկվի որպես Հայաստանի ինքնիշխան տիրույթ, ինչը գրված է թղթերի մեջ, ինչը պնդում է իշխանությունը, ինձ թվում է շատ լավ բան կլինի։ Նույնիսկ այդ դեկորատիվ ռուսական զինված ուժերի ներկայությունը դրան չի կարողանա խանգարել։ Ամբողջ կռիվը խոշոր հաշվով այդ ճանապարհի վրա գնում էր
այն ուղղությամբ, թե թուրք-ադրբեջանական վերահսկողություն կլինի այդտեղ թե ոչ, ռուսների ձեռքում կլինի այդ ճանապարհը, թե արևմուտքի կամ Ամերիկայի ձեռքում կլինի։ Հիմա ստացվեց այնպես, որ ոնց որ թե այդ հակամարտության մեջ Հայաստանի իշխանությունների բռնած դիրքի հետ մեկտեղ, ինչը ես խոշոր հաշվով լավ եմ դրական եմ գնահատում։ Ի թիվս են քննադատությունների, որոնք ասացի, բանը Ամերիկայի ազդեցությունը հաղթեց այս տարածքում, էլի, հա, եւ մեղրու ճանապարհի այդպիսի շահագործումը լինելու է հնարավոր այն ամենալավը ինչ կարող էր լինել, էլի, այդ խնդրի հանգուցալուծման համար, էլի։ Եթե Հայաստանի իշխանությունները ջանքեր չտնեին այդ ուղղությամբ, ես չեմ կարծում, թե ամերիկացոնց ուշքը գնում էր առավոտից իրիկուն գալիս բզբզում էին, թե տվեք այդ ճանապարհը մենք սպասարկենք, ավելի շատ Հայաստանի իշխանությունների նախաձեռնողականությունն է եղել այս ուղղությամբ, մարդ բերել տարածաշրջան, գուցե նաև աշխատել են ֆրանսիացիների ուղղությամբ, չի ստացվել կամ գուցե մտածել եմ, որ Ֆրանսիա Մակրոնի ուղի եթե լիներ դա Ադրբեջանի եւ Թուրքիայի դուրը բոլորովին չէր գա, որտեվ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ֆրանսիայի հարաբերությունները շատ ավելի փշոտ են, քան թե կարելի է պատկերացնել դա Միացյալ Նահանգներ եւ Ադրբեջան հարաբերությունների մասով։ Եվ 3 տարվա հետ կապված ես վստահ եմ, ես շատ լավ գիտեմ, որ կարելի է առկա ֆինանսական միջոցների դեպքում երկաթուղին եւ ավտոճանապարհը եւ նույնիսկ խողովակաշարերը այդ 43 կիլոմետրով անցկացնել 1 տարվա ընթացքում։ Ինչ որ մեկը կողքից կասի լավ, դե այդպիսի բաներ չեն լինում, անմիջապես կարող եմ ուրեմն հերքել ասել, որ ոչ նորմալ ֆինանսավորման եւ շինարարության կառավարման դեպքում կլինի մանավանդ այդտեղ երկաթուղային մայրուղի եղել է, այսինքն ավտոճանապարհը կա, ինչ որ հատվածներում լուրջ նորոգման կարիք ունի, խոսքը ես պատկերացնում եմ առնվազն 2 զույգ, եթե ոչ 2 եռյակ ավտոճանապարհային գնացող եւ եկող, հա, հյուսիս-հարավից մի երթևեկելի կոդի էլ ավել։ Ավտոճանապարհի բարդ է, բայց այդպիսի բաներ ունի շինարարական մշակույթը համաշխարհային։ Կարելի է 1 տարում այդ գործը գլուխ բերել։ Եվ պարտադիր չէ սպասել, որ երկաթգիծը, չգիտեմ, Ադրբեջանի կողմից են հորադիզից մինչև Հայաստանի սահման հասնելը, որը քանդեցին կերան, էլի, իհարկե։ Սարքեն կա հասնի, էլի։ Շնորհակալություն ես մասով եւ օրինակ խոսեցինք շատ դեպքերում կառավարությունը անհստակ որոշումներ ունի, հա, ում հետ են կամ ում հետ չեն, դրա փոխարեն օրինակ Գյումրու քաղաքապետ Վարդան Կոյասյանը շատ հստակ ասում է առանց Ռուսաստանի Հայաստանը ոչ մի տեղ գնալ չի կարող եւ պետք է միանանք ու միութենական պետություն կազմենք այնպես, ինչպես օրինակ Բելարուսն է։ Այս մասով ինչ կասեք։ Ինքը իր իղձերը երազանքներն է հայտնում դրանով, նորություն չկա դրա մեջ։ Հա, եւ բանը այդ նպատակին ինքը չի հասնելու։ Շատ մտահոգվել ընդհանրապես պետք չէ։ Մարդը իր համոզմունքն ունի, իր շահերն ունի, ոչ մի քննության չի դիմանում այդ մոտեցումը։ Օրինակ չի կարողանա բացատրել, էլի, ասենք 1920 թվականի նոյեմբերի 29-ին բոլշևիկները թուրքերի հետ ծերի տված Հայաստանի Հանրապետությունը երկու կողմից գզեցին։ Ինչի գզեցին այդ սիրելի Ռուսաստանը։ Եվ այլն, ու լիքը ուրիշ բաներ, որոնց տակից ինքը չի կարող դուրս գալ։ Քաղաքագիտական իմաստով բացատրություն չունի։ Ինքը որոշել է, որ պետք է Հայաստանը լինի մնա բոլշևիկների կամ ռուսների կամ Կրեմլի գաղութ ենթակա։ Այն մոտեցումը ինչը ինքը ձևակերպում է լավից վատից էլի զորով շարով բելարուսական տարբերակով էլի։ Այդ մոտեցումը նեոկաղութացման նոր կաղութային համակարգի մեջ լինելու մոտեցումն է։ Ինքը ոչ չի պատկերացնում, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հավասարի պես պիտի հարաբերվի։ Այս պնդման համար պիտի հիշեցնեմ իր այն ռեպլիկը, թե Հայաստանը Իրանից ինչ է ներկայացնում, որ մենակ այդ ռեպլիկը խոսում է այն մասին, որ Ղուկասյան Վարդանը դեմ է ինքնիշխան Հայաստանին։ Ինքը այն տարիքում չէ, ես էլ այն տարիքում չեմ, որ իրեն սկսեմ բացատրել, որ լավ կլինի մի քիչ կարդա, սովորի, բան, էլի դե մի մարդ է իր համոզմունքները ձևավորվել է տարիների ընթացքում,
2004-5 թվերին, երբ քաղաքապետը ավականին որոշում էր թերթեր բաժանորդագրել ռուսական զորքին։ Հայկական զորքին չէ Գյումրիում։ Տիմ լիազորություններից դուրս բան եմ ասում, էլի։ Ընդհանրապես իրավունք չուներ համայնքը իր փողերը ծախսել օտար ռազմաբազայի որևէ օժանդակության կամ ֆինանսավորման համար։ Բայց անում էր։ Լավագույն սցենարով իսկապես թերթերը գնում հասնում էին ռուսական զորամասեր եւ զինվորները նստած կարդում էին գյումրեցիների մուծած հարգերի, турքերի միջոցով գնված թերթերը բաները։ Իր սերը առ ռուսական զորամաս կամ ռուսական բազա կամ Կրեմլ գուցե ունի նաեւ ուրիշ պատճառներ, չեմ ուզում հիմա խորանալ, էլի։ Հա, բայց քաղաքագիտական իմաստով սա Հայաստանը գաղութ պահելու կողմնակցի մոտեցում է եւ միայն ինքը չէ իրեն քաղաքապետ դարձրած քաղաքական ուժերի մեջ այդպիսիք կան, որոնք բան են չգիտեմ ինչի որոշել են, որ Կրեմլի շատ պետք է Հայաստանը եւ լավ կլինի Կրեմլին սիրահաշահող հայտարարություններ անենք, ակնկալիքներ դաբրո ստանանք, հերավար այսպիսի բաներով։ Իհարկե պլյուս նաև Ղուկասյան Վարդանի այն անթուր հայտարարությունը, որը հիմա չեմ ուզում կրկնել, հարցազրույցի ժամանակ թույլ տվեց իրեն արտահայտություններ, որոնք որպես Հայաստանի երկրորդ քաղաքային իշխանության ղեկավար պիտի զուսպ լինել եւ թույլ չտալ։ Լրագրողները անընդհատ որոշ ներողություն, միկրոֆոն բռնողներ, ոչ լրագրողներ խթանում են էմոցիոնալ պորտկումները, դրա վրա լայք են հավաքում, հա, ինքն էլ турք է տալիս այդ իր պորտկումներին, մի օր կարող է խնդիրներ ունենալ, ինքը ազգում է եւ նույնիսկ այդ հարցազրույցների մեջ խոսում է այդ մասին, էլի, թե բա ես ինչ արեցի աղջիկ ջան, էլի, հա, ես ինչ չես ուզում մի խոսի, էլի, քեզ ով է ստիպում որ խոսես։ Լավ կլինի որ ավելի շրջահայաց լինի, չնայած արդեն բանից անցել է, էլի, այնքան բան է ասել, որ իմաստ չունի այլևս այս խորհուրդները տալ։ Շնորհակալություն պարոն Փարսյան, մեր եթերային ժամանակը սպառված է, շնորհակալ եմ ստացված հարցազրույցի համար։ Իսկ մենք դեռ կհանդիպենք այս տաղավարում, սիրելի հեռուստադիտողներ, մեր հաջորդ հարցերին պատասխան գտնելու համար։